Տեղի ունեցավ այն, որ մենք գիտենք, որ տեղի կունենա, բայց մտածում ենք, թե հրաշք կլինի ու տեղի չի ունենա։ Վերջերիչում մի օր Ադրբեջանը պետք է փորձեր թեկուզ իր արժանապատվությունը պահելու համար կամ ցույց դնելու համար, որ մտահոգ է իր արժանապատվության համար, ինչ քայլեր աներ, որը արվեց, թե ինչ ովքեր էին հետև թիկունքում, շատ դժվար է, պետք է մեծ միջազգայնագետ լինես տարիներով հետազոտած, որպեսզի հասկանաս, թե որ բևեռը ինչ դերակատարություն կունենար եւ ինչ շահ կունենար այս ամենի մեջ։ Այստեղ հարցը այն է, իսկ մենք կարող ենք ունենալ շահ այս ամենից թե չէ։ Չեմ կարծում, թե Զոտ Ալիևի այսպես ինքն իրեն ցույց տալու իր ժողովրդի առջև լավ երևալու ձգտումը վեր դա պայմանավորված, թե պետք այդ տարը եւս բացառել պետք չի, գուցե թե համընկնում էին եւ իր եւ աշխարհակաղակական որոշ կենտրոնների շահեր, մի քանիսը ակնհայտ են, ես չկրկնեմ, ամեն դեպս ինձ թվում է դա միայն իր ցանկությունը չէր։ Մենք պիտի փորձենք բացահայտ կամ անբացահայտ իրենց մոտ այդ ձեր նշած ազգային փոքրամասնությունների մոտ առաջացնել անկախության ինքնավարության ձգտումներ։ Մենք գիտենք, թե թուրքերը, ադրբեջանցիները նույն թուրքերն ինչպես են կարողանում ուտացնել իրենց գրաված տարածքներում հայտնված փոքրամասնություններին։ Ես ինքս մի գիրք եմ վերահրատարակել այս վերջերս 1925-26 թվականների Թուրքիայի իրադարձությունների մասին էր եւ իրենք ահավոր կերպով բռնությամբ բոլորին դարձնում էին թուրք։ Լիներ հայ, քուրդ, մյուս ազգեր, անգամ մուսուլմանական, դա փրկություն չէր, բոլորը պիտի գրվեին թուրք։ Իրենք ունեն տենդենսը վերացնել փոքրամասնությունների ինքնագիտակցությունը, որպեսզի հետո որևէ խնդիր չունենան։ Այնպես որ նույն այդ ժողովուրդների շահներ պահանջում է, որ իրենք կարողանան պահպանել իրենց ինքնությունը, այլապես կայրան որպես ժողովուրդ։ Գիտեք, հարցը մի քիչ եթե հեռագնա նայենք, ապա վերջիվերջո մենք պիտի կազմակերպվենք հայությունով այնպես, օգտագործելով աշխարհում ունեցած մեր հնարավորությունները, որ ժամանակի ընթացքում այնքան հզորանանք, որ վերականգնենք մեր պատմական հայրենիքը, որը մենք ստացել ենք ժամանակին մեր հին նախնիներից, սա մեր նպատակն է։ Հարցը այն է, այս պահին մենք դրան պատրաստ ենք, չէ։ Այստեղ վիճելի է։ Շատերը ասում են առաջ գնանք, գրոհենք, ես ռազմագետ չեմ, բայց որքան նայում եմ մեր տնտեսության վիճակը, մեր բարոյահոգեբանական վիճակը, Հայաստանում այսպես միջանձնային հարաբերությունների վիճակը, ես չեմ տեսնում, որ մենք այս Սպարտայի պես ինչ-որ մեծիկ պետություն ենք եւ պատրաստ ենք այդ մեր մեծ նպատակները իրագործելու։ Դա պետք է լինի մեր գերխնդիրը, դա պետք է լինի ազգի ապրելու իմաստը ու նպատակը եւ հենց դրանով պիտի ձգտենք մեր ամեն մի գործողություն, ամեն մի քայլ պիտի չափվի գնահատվի այդ նպատակով։ Ցավոք սրտի վերջի 25 տարում այս նպատակը դրված չի եղել եւ հիմա մեր մոտ պարզապես արտաքին նվաճողական հարցակումից զարթոնք ենք ապրում։ Սա ես չեմ գտնում, որ բավարար է, որպեսզի դրացած խնդիրը լուծենք։ Բայց դա պիտի լինի, ասում եմ, մեր ազգի ապրելու իմաստը, եթե այդ խնդիրը մենք չենք դնում, ապա իմաստ չունի, որ մենք ապրենք այս աշխարհում, հասկանու՞մ ես։ Այն ժամանակվա երիտասարդությունը հիմա իմ տարիքին են եւ այնքան չեն ծերացել եւ իրենց կյանքից դուրս չեն գրել, որ չմասնակցեն քաղաքական, անգամ ռազմական process-ներին, այնպես որ ավակ սերունդը դա ինքը հիշում է եւ կարող է դառնալ մերան։ Մյուս կողմից ինչքան էլ որ հայությունը այս պահին Հայաստանում գտնվում է մինչև ապրիլի 1-ը գտնվում էր այսպես շահված վիճակում, չկար ինքնաճանաչողություն, չկար ինքնակազմակերպում բավարար չափով, միևնույն է եւ կար վհատություն, շատ լավ հիշում եմ բոլորս, շատ շատերին որ հարցնեիր
հնարավոր է ազգի միասնություն, չեն հավատա, ես ինքս պարբերաբար փորձում եմ հրահրել դա իմ հոդվածներով, գրքերով, հրապարակախոսությամբ, ասենք սոցիալական ցանցեր օգտագործելով, պարբերաբար անցյալից բերում եմ օրինակներ ցույց տալու համար, թե մենք ինչքան կազմակերպված զոր ենք եղել եւ դա հարկավոր է վերականգնել, շատ-շատերը չեն հավատում, նույնիսկ ես վերջերս մեկը ինձ գրել էր այդ ձեր լավատեսության սարքավորման տվյալները կտակ, մենք էլ ունենանք էլի դրանից, որ մենք էլ մեզ լավ զգանք, ես ասեցի, բարդ բան չի, լավ ուսումնասիրեք մեր ժողովրդի պատմությունը եւ դուք կդառնաք լավատես, երբ որ դուք կարողանաք ճանաչել այն ժողովրդին, որը քայլում է փողոցներում ու վհատ է, բայց դուք կարողանաք նրա աչքերի նայելով մտնել հոգու խորքը եւ իմանալ ինքը ինչ անցյալ է կրում իր հետ, ինչ հատկանիշներ, ապա համապատասխան ազդակների միջոցով դուք կարող եք բոցավառել նրան։ Ես դա տեսել եմ 85-6 թվականներին ես այն մարդկանցից էր, ում հնարավոր չէր հավատացնել, որ հայությունը հնարավոր է ինչ-որ միաբանվի եւ ինչ-որ միլիոնանոց ցույցեր անի, պատերազմներ անի, ես ասում եմ հնարավոր չի, կորած է, ինչպես շատ-շատեր ասում են մարտամսին, բայց կյանքը ինձ ցույց տվեց, որ այդպես չէ, հասկանաս, ես ապշել եմ, ես լավ հիշում եմ, ոնց է եւ խանդավառվել եւ ոգեվորվել, դա իմ կյանքի ամենահրաշալի տարիներն են։ Եվ ես դա իմանալով, նաև խոր անցյալը իմանալով թե հայի մեջ ինչ կա հոգու խորքում հեռավոր, որի մասին ինքը չգիտի, ես գիտեի, որ ասում եմ համապատասխան ազդակների միջոցով կարելի է բոցավառել։ Այդ ազդակները մի քանիսն են։ Ես շատ եմ ուսումնասիրել այլոց փորձը, ինչպես նաև Նժդեհի Լեռնահայաստանի փորձը, թե ասենք ինչպես է ստացվում, որ կարողանում են վհատ ցակուցրիվ ժողովրդին ինչ-որ սարքել ազգ բանակ, մարդ ազգ, երբ որ բոլորը դառնում են, ասենք, ինչպես ռազմաճակատ երկիրը, այս հիշեք, այս ապրիլի 2-ից 5-ը Հայաստանը պատկերացրեք միշտ այդպես լինի, միշտ բոլորը մեծահարուստ, փոքրահարուստ, նախագահ, բոլորը նույն նպատակն ունենան, բոլորի առջև, եթե ինչ-որ հարց է ծագում, իրենք մտածեն, իսկ ես ինչ արեցի ազգի համար, ռազմաճակատի համար, մենք ունեցել ենք այդ փուլերը, հասկանում եք, եւ վերականգնելու այդ վիճակը արդյունացնել տարբեր ձևեր կա։ Մեկը դա դուք ազգի առջև դնում եք շատ վեհ, շատ բարձր մի կեր նպատակ եւ փորձում եք ազգին համապատասխան մեխանիզմների միջոցով այդ նպատակը հասցնել իրեն եւ ինքը սկսի վարակվել դրանով, շարժում եք առաջացնում, ըստ մեխանիզմի շուտ չխորանամ, բարդ է, բայց հնարավոր է, կան օրինակներ, որ արվել են, եւ ազգը մի անգամից այսպես դա կոչվում դրական շոկ են առաջացնում, առանց պատերազմի, եւ սկսում է process-ը գնալ, բայց դրա համար հարկավոր է ընտրանի, որը սա պլանավորում է, սա մշակում է, քայլերի հերթականությունն է անում է մոտավորապես այն ինչ որ եղավ 88-ին, բայց 88-ը այնպես չէր, որ մի խումբ հայեր նախապես հաշվարկել էին, որ այսպես կանենք։ Քանի որ այդ մի խումբ հայերը չկային, չէին հաշվարկել, արդյունքում մենք ունեցանք պիկ, հետո անկում։ Որտեղ այդ ընտրանին չկար, որ քայլերը իրարելով տանել առաջ։ Այսինքն մի տարբերակը դա գաղափարախոսականը, երբ որ դուք ժողովրդի առաջ շատ բարձր համամարտկային նպատակ եք դնում, դրանով վարակում, կարելի ասել հիպնոսացնում։ Մյուս տարբերակը, երբ որ ասենք պատմության մեջ կա դեպքեր, երբ ասենք ընտրանին ասենք մտահոգ մարդիկ, ովքեր որ ուզում են իրենց ազգին փոխեն, դառնան ձիգ ուժեղ, որպեսզի կարողանան դիմակայել աշխարհ քաղաքական մարտահրավերներին, կա այսպես քաղաքագիտության մեջ առանձին ճյուղ պատերազմը որպես ազգի ձգման, վերափոխման միջոց։ Հատուկ մարդիկ կան, որոնք իրենց կյանքը նվիրել են այդ կարգի աշխատություններին եւ ասում են, որ եթե դուք չեք կարողանում ինչ-ինչ պատճառներով գաղափարախոսական այսպես տանել առանց պատերազմների, ապա իրենք խորհուրդ են տալիս, որ իրենք են խորհուրդ տալիս հրահրել պատերազմ։ Հասկանում եք, բայց նպատակային, օրինակ չի բացառվում, ասենք մենք ինչ-որ մենք նախաձեռնեինք դա, ասենք մեր որոշ ընտրյալներ նախաձեռնեին, չասեին, որ մենք ենք հարձակվել եւ այլն, բայց պատերազմական իրավիճակ ստեղծեին, մենք բոլորս տեսանք, թե ինչպես է պատերազմական իրավիճակը այսպես ազդում մարդկանց վրա, չէ՞, շեշտակի փոխվում են մարդիկ։ Այս շեշտակի փոխված հասարակությանը ժողովրդին ընտրանին ունենում է քայլերի համակարգ, որով ինքը
էլ ավելի է խթանում եւ հետո մտածում ինչպես ես արդյունքի հասցնեմ, որպեսզի մի որոշ ժամանակ հետո չմարի եւ նորից չվերադառնան նույն վիճակին եւ կարող է պատահի էլ ավելի վատ վիճակի վերադառնան, որովհետեւ հաղթել, արդյունք չտեսնել, այդ դեպքում գալիս է հուսահատություն, ինչպես ասենք, եղավ մեր մոտ։ Հիմա հարցը այն է, մենք ունենք արդյոք այդ ընտրանին կամ արդյոք մենք բախտ կունենանք, որ իրենք այս ստեղծված իրավիճակը օգնի որ ի հայտ գան, այդ ծրագիրը կազմեն եւ ժողովրդի այս ոգևորումը ինքնակազմակերպման նախաինքնակազմակերպումը դրանք կապիտալիզացնեն, որպեսզի վերջնարդյունքում մենք ունենանք արդեն նոր հասարակական հարաբերություններ, նոր Հայաստան, ել ավելի լավ ու ձիգ, քան ասենք կար Արտոնսի։ Մենք եթե այս ոգևորությունը չօգտագործենք, նշանակում է մենք շատ քաղաքականությունից գլուխ չենք անում։ Մինչև երկու անգամ մեր ճակատին խփել են մեծ մտածողներ նայելով մեր վարքը համանման իրավիճակներում ասել են, որ հայերը քաղաքականությունից գլուխ չեն անում։ Եվ այս վերջի երկու տարվա մեջ, վերջի մի քանի տարվա մեջ եղել է համանման դեպքեր, երբ որ ժողովուրդը այս ստաբիլ վհատ վիճակից ցնցում է ունեցել եւ սկսել է մտածել։ Ինքը ուրիշ ուղի ուզեցել գնալ։ Առաջին որպես այդպիսի ես կհամարեմ մարտի 1-ը, թվում է թե դա ներ հայաստանյանը եւ պիտի որ այս մեր ասած թեմայի մեջ չտեղավորվի կամ նման չլինի, բայց մեկը այդ ընդհարումից հետո շատ բան ջարդվեց, շատ մարդիկ իմաստնացան, մինչև այդ իրենց թվում էր թե չեն կրակի հայերն իրար վրա, իշխանություններն էլ չէին մտածում, որ հայերը այդքան պինդ ու համառ կլինեն, բայց եղավ մի վիճակ, ես շատ լավ հիշում եմ, որ երբ որ այդ միամսյակը անցավ այդ բացասական շոկի, երբ որ ես ինքս 10 օր խելքի չէի գալիս, ասենք այդ կատարվածից ծանր էի տանում, առաջացան մարդկային խմբեր, որոնք խնդիր դրեցին, որ այս Հայաստանը էլ մենք չենք ուզում։ Մենք ուրիշ Հայաստան ենք ուզում։ Եվ այդ խմբերը առաջացան, սկսեցին իրեն շուրջ մարդիկ հրավիրել, հավաքել, բայց ոչինչ չունեցան։ Հաջորդը եղավ 1 տարի առաջ օգոստոսին էլի սահմանում ինչ-որ միջադեպեր եղավ, սրա փոքր տարբերակը երևի մի 100 անգամ, այլ ժամանակ, եթե մենք ունենանք այդ ընտրանին, կար բավարար հաղթահարող հասարակական ակտիվություն, նախակազմակերպվածություն, որ ընտրանին կարողանար կազմակերպել այնպես, այնպիսի քայլեր կիրառել, որ ասենք արմատական, չասեմ, բայց որոշակի փոփոխություններ կլինեին Հայաստանում։ Այսօր այնպիսի մի հրաշալի պայմաններ են ստեղծված, դա նվեր է ուղղակի մեծ թշնամու կողմից, ճիշտ է մենք ունեցանք կորուստներ, բայց եթե մենք խնդրին նայում ենք, ասենք մարդկային հույզերը դնում ենք մի կողմ եւ որպես ասենք քաղաքագետ ենք նայում, պատկերացրեք մենք մեծ ստրատեգներ ենք եւ խնդիր ենք դրել հայ ազգին վերափոխել, իսկ ինքը վերափոխման կարիք ունի, մենք տեսնում ենք, եթե չվերափոխենք հարցական է տակ է դրվում Հայաստան պետության գոյություն, եթե անգամ չհարցակվեն իր վրա, շատ չմանրանամ դրանով։ Եթե մտածենք, մենք ինչ գումար պիտի ծախսեինք, ինչ քայլեր պիտի անենք, որպեսզի այս վիճակը ստեղծեինք, դրական վիճակը պիտի ստեղծեինք։ Մենք չենք կարող ամբողջ հայության գումարը դնենք, մեր ուղեղային հնարավորությունները դնենք, չենք կարողանա։ Հիմա սա կա, սա ստեղծվել է եւ ի բարեբախտություն մեզ, ես միշտ որ ասում եի հայ հոգու խորքում շատ հեռու, այնքան հեռու, որ ինքն էլ չգիտի, այնտեղ լավ հատկանիշներ կան ամբարած, որ ինքը կրում է անցյալից, ինքը տեղյակ չի, համապատասխան իրավիճակում դա դուրս է գալիս, հասկանում եք, հիմա այդ վիճակն է, եւ ես կոչ արել եմ, հիմա նորից եմ ուզում անեմ, մարտյան Հայաստանին վերադարձ չպիտի լինի, Հայաստանում նոր իրավիճակ է, իշխանությունների մեջ անձամբ ես տեսնում եմ պատերազմի դրական փոփոխությունները իրենց մտածողության մեջ։ Ես դա տեսնում եմ օլիգարխ կոչվածների մեջ նաև, որոնց ես տեսնում եմ ժողովրդի մեջ, հասկանում եք, երբ որ ընդհանուր թշնամի եկավ, ինչու են պատերազմը որպես ազգի վերափոխման միջոց ընկալում, մինչև այդ Հայաստանում կար խրամատ, այս կողմը իշխանություններն էին, օլիգարխներ, այս կողմը ընդդիմությունը, բողոքական, արդարության ձգտող ժողովուրդ եւ իրենք թշնամիներ էին։
Կարելի է նույն ագրեսիան ուղղատելությունը ինչպես հայ-ադրբեջանական սահմանի, պարզապես թնդանոթներով չէին կրակում, ուրիշ ձևերով։ Երբ որ ընդհանուր թշնամի է գալիս, այս դեպքում բոլորը հայտնվում են խրամատի մի կողմ, եւ իրենք արդեն ընդհանուր վտանգը իրենց անձնական եւ ընդհանուր պետության հայրենիքի վտանգը իրենց ստիպում է, որ ասենք արդեն իրենք իրար ընկալեն որպես մի մեծ բանակի տարբեր զորամասեր, եթե անգամ իրենք չունեն, կլինի չէ, ասենք ռազմաճակատում հեծելազորը չունեն հետևակի հետ, բայց եթե թշնամին կանգնած է, իրենք իրենց հին բաները մոռանում են, պատերազմից հետո ճակատամարտով կասեն ինչ-որ հավեճեր մենք եկեք քննարկենք կամ կառուցանը պես այդ չանդրակառնան դրա։ Հին քաղաքական պայքարի մեթոդները հարկավոր են դել աղբարկը։ Այն ինչ որ մենք անում ենք մինչև ապրիլի 1-ը, պայքարները, հեղափոխության կոչերը, մենք կհեղափոխենք, նրանք կհեղափոխեն, այս ամենը մարտյան Հայաստանի համար էր, նույնիսկ նրա համար էլ չէր։ Մենք 25 տարի քաղաքական պայքարի մեթոդով գնացել ենք եւ որևէ մեկը չի կարող ինձ ցույց տալ գոնե կես միլիմետր առաջընթաց, որ մենք այդ ճանապարհով գնացել ենք եւ ունենք այս ձեռքբերում։ Մենք ունենք ընդհանրապես ներքին պարտություն, ներքին ջախջախում, երբ որ չկա արտաքին թշնամի, երբ չեն կարողում ռումբեր չեն ուտում, բայց երկիրը ավերվում է սխալ քաղաքական պայքար տանելու համար։ Այսօր ուրիշ մոտեցում ապեր, ես հիմա ինքս էլ ամբողջությամբ չեմ կարող ասել, բայց ես մի բան հաստատ գիտեմ, եթե վաղվանից մենք սկսենք նորից նույն կերպ իշխանություններին վատաբանել, եկուս ճիշտ ասելով, իրենց հետ վարվենք ինչպես առաջ, իրենք իշխանությունները այսօր, որոնք մի քիչ ազգայինը արթնացել է շատ հոգու խորքերից, հոգու շատ խորքերից, իրենք ինքնապաշտպանվելով նորից իրենց ներքաշվել իրենց ամրոցի մեջ, փակեն եւ դառնան նույն իշխանությունները, ինչ որ ասենք 2008 թվականին էր։ Եվ վերադառնալու ենք մենք նույն մեր շրջապատույթին, իսկ դա կործանարար է։ Մենք պիտի այս իրավիճակի համապատասխան քայլեր մտածենք։ Պահպանելով այնպես անենք, որ պահպանվի, եթե անգամ թշնամին հիմա չի կրակում մեր վրա, խրամատի այդ վախը վերացավ, չէ, բայց պիտի մենք այնպիսի մի քաղաքականություն վարենք, որ մարդկանց մոտ շարունակվի այս բևեռների միջև իշխանություն, օլիգարխիա, ընդդիմություն, ժողովուրդ նույն թիմակիցի, նույն բանակի, նույն ճամբարում գտնվելու զգացողություն պահպանվի։ Եվ նույնիսկ ես հետևյալն եմ առաջարկում, մարտի ապրիլի 1-ի դրությամբ գործած բոլոր քաղաքական գործիչները հարկավոր է, որ ասպարեզից դուրս գան։ Դե իշխանությունը չեն կարող դուրս վարմդել իրենք ուժով մնալու են, հակաիշխանական ընդդիմության դեմ եղած ամբողջ ճամբարը պիտի խաղից դուրս գա։ Իրենք այս նոր իրական իրավիճակի համապատասխան քայլեր չեն կարող անել։ Իրենք ամբողջ 25 տարի եղել են մի դաշտի մեջ եւ իրենք իներցիայով նույնն են անելու, իսկ դա լինելու կործանարար։ Այդ մարդկանց հարկավոր է կարողանալ կողմ դնել եւ ուրիշ քաղաքականություն վարել, որտեղ ես ասեցի, եթե իշխանությունների մեջ այսօր մենք տեսնում ենք 2% դեպի ազգային շարժ, հիմա իմացած խոյա մարդիկ պիտի մտածեն, ինչպես անենք, որ այդ երկուսը դառնա 4-5, ինչ քայլերով մենք փորձենք դա անենք, բացվել է իրենց ամրոցի, այսքան մի փոքր ճեղք է բացվել, եթե մենք հիմա մենք քարեր շպրտենք իր վրա, փակելու է վերջ, իսկ ինքը ուժեղ է, մենք չենք կարողանում իրեն ջարդել, դա մենք կարող ենք իհարկե հերոսանալ, ինչպես 25 տարի հերոսանում էին, չէ, հայհոյում էին իշխանություններին եւ մարդիկ ծափահարում էին արդյունքը, տեսնում եք ինչ էր։ Մի փոքր բացվել է, այնքան խելացի պիտի լինենք, որ որոշակի քայլերով բացել տանք այդ դուռը։ Աստիճանաբար, հետո վերջում արդեն մենք էլ չենք հասկանում ինչպես եղավ, որ ասենք իրանք վերափոխվեցին։ Վերջի իշխանությունը որևէ մոլորակից չի եկել, չէ՞, մեր ծնունդն է, մեր հոգեվիճակի, մեր մտածումների, գուցե ասենք մի քիչ բացասականը խտացված, բայց վերջը մերն է, չէ։ Եթե դուք ուզում եք ամրոցի մարդիկ փոխվել, դուք շրջապատի միջավայրը պիտի փոխեք, եւ ինքը կփոխվի։ Քայլերից մեկը սա էր, ես հիմա չեմ կարող ասել ինչպես։ Մեկը դա էր հաջորդը։ Նորից եմ պնդում, հին քաղաքական պայքարի մեթոդը հարկավոր է թողնել։ Դա արդյունք չի տալիս։ Ովքեր որ կոչեր են անում, իշխանությունների մասին ինչ-որ բաներ են ասում, մի քանի էջ, հա, որակումներ, եթե անգամ ճիշտ են ասում, հա, ընդհանրենք ասում են կաշառակեր են, չգիտեմ, ես իմ կոռումպացված են, չգիտեմ, ընդհանրենք ճիշտ է, չէ։
Եվ ինչ են ասում, մենք եկենք ժողովուրդ, այսինչ օրը մենք գնում ենք հեղափոխենք իրենց հեռացնենք եւ այլ, չէ՞։ Այդ եթե դուք շարունակեք այդ գիծը, այդ փոքր ջեղքը որ բացել են Միջնաբերդի դուռը, ծանր դուռը, փակելու են իրենք։ Ու վերջ, նորից խրամատը առաջանալու է Հայաստանում, նորից մենք ջուր ենք գցելու դրսի թշնամուն, այստեղ խրամատերը առաջացավ իր համար հեշտ է, չէ՞։ Իսկ պատկերացեք մենք մինչև ապրիլի 1-ը միասնական լինեինք։ Մեզ օրեր պետք չէ լինի, որ աստիճանաբար այսպես տաքանար ազգը։ Մի անգամից ամբողջ ազգի ռեսուրսով կգնար եւ ծոյեր կլացեր դրանց ամբողջ տեխնիկա։ Բարձր, իսկ մեզ ժամանակ պետք եղավ, որ մարդիկ աստիճանաբար իրենց մեջ էլ փոփոխություն եւ ասեն մենք էլ ենք գնում։ Ինչու է առաջ որ ողջ ազգը ոտքի չկա իրենց։ Եթե մենք ներքին խնդիրներից ազդենեինք, ադրբեջանցին կիմանար, որ բավական է ես մի հատ կարակեմ, ես 3 միլիոն գումարած 10 միլիոն դրսից իրենց կապերով, իրենց ուժերով գալու են իմ դեմ։ Իսկ գիտեր, որ այստեղ իրար խոշոտում են, դրսի հետ կապեր չկա, փորձեմ օգտվել։ Մյուս քայլը, ասենք, նախաձեռնություններ կան հիմա առանձին մտահոգ անձինք, հանդես են գալի նախաձեռնություններով, ելնելով իրավիճակից, այ մի քանիսը նշեմ, չգիտեմ դրանք ընթացք ունենան թե չէ, բայց եթե ընթացք չունենան, իմացեք, որ մենք էլ մեղ ունենք։ Ամեն մի ինքնաբուխ առաջացած նախաձեռնություն հարկավոր է օգնել, որ կայանա։ Վերջում կասեմ ինչու։ Օրինակ ես լսել եմ հետևյալը, տղամարդկանց, ովքեր ռազմական փորձ ունեն, հրավիրում են հասարակական կարգով, ինչ-որ մի դպրոց ասեմ, զորանոց, դպրոց ստեղծել, անուննկար կարծեմ արիներ, եւ իրենք հավաքվեն, որ անընդհատ ասենք պատրաստ լինեն, որ նրանք ովքեր որ ծառայության մեջ չեն, որ միշտ պատրաստ լինենք, այսպես ասած պատերազմի։ Սա մեկ կանանց կամավորական ջոկատներ ստեղծելու առաջարկի եմ ես հանդիպել, որը էլի ես չեմ գնահատում, ես ընդհանրապես ասում եմ, ինչ որ հնչեց, պիտի աշխատենք լինի, գումար հավաքել եւ զոհված եւ վիրավոր այսպես երկրորդ պատերազմի զինվորներին այդ կարգի օգնել։ Եվս մի առաջարկ եմ հանդիպել, երբ ասենք Սփյուռքահայմի վերջերս գնացած ինքը կոչով հանդես եկա, որ դրսում ապրող հայերը իրենց աշխատավարձից ամենամեծ 5% հատկացնեն հատուկ ֆոնդի եւ այդ ֆոնդը Հայաստանի համար ռազմական ինչ-որ խնդիրներ օժանդակություն փորձի անի։ Ես ինքս եմ մի առաջարկով հանդես եկել եւ ամեն ինչ անել եմ, որ գնա ֆրանսիացի բոնապարտիցիամ ես դա վերցրել ինքը նպատակային կերպով պատերազմում աչքի ընկած երիտասարդներին բարձր կոչում էր տալիս, գումար էր տալիս, ասում էր գնացեք Փարիզ սալոններում երևացեք ճնոված զգեստներով, հերոսի փառքով, թող աղջիկները կանայք կհիանան ձեզանով, կգնահատեն այն մյուս տղաները, ովքեր խուսափում են պատերազմից, կնայեն ձեզ կնախանձեն եւ իրենք էլ կմտածեն, իսկ ինչու մենք էլ չգնանք գերադառնանք եւ գանք այսպես ընդունելություն ունենանք հասարակության մեջ եւ դա դրական էր ազդում։ Ես առաջարկել եմ եւ իմ համախոհները դա իրականացնելու մեր այս երկրորդ պատերազմի հերոսների պատշաճ կերպով ներկայացնում են ժողովրդին, իրենց ծառայության ավարտից հետո էլի հրավիրում ենք ներկայացնում ենք ժողովրդին հանդիպումներ եւ հետո միջոցներ են գտնում այդ մարդկանց նաեւ կյանքում օգնելու այն չափով որ չափով պետությունը կանի թողանի որ չեն մենք պարտավոր ենք ես ինքս որ չեմ գնացել ճակատ ես պարտավոր եմ այս մարդուն օգնել ինքը իմ տեղն է գնացել որ ինքը պիտի քիչ չունենա հասկանում եք բոլոր այն ժողովուրդները որոնք պատմության մեջ հերոսական էջեր են գրել այս տարի պարտադիր ունեցել են մենք սա պիտի անենք էլի կա նման կարգի ես հիմա իմ մտերիմներին խնդրելու եմ որպեսզի հետևեն բոլոր այդ ինքնաբուխ առաջարկները որ կան մեկտեղ ենք ինչու են սրանք կարևոր պատկերացրեք բոլոր նախաձեռնությունները սկսեցին աշխատել համիկի մոտ 100 հոգի է 100 հոգի կամ 1000 հոգի 20 առաջարկ Ովքեր 20,000 մարդ, այս 20,000 մարդիկ իրենց միկրո կառույցներում այլ հասարակական հարաբերություններ են լինելու, չէ հիմքում, իրար հետ։ Այդ 20,000-ին խելացի ընտրանին միավորում է ինչ-ինչ ձևերով։ Ստեղծում է փոքր միկրոպետություն,
Այդ 20,000-ը ընտրված, իրենց մեջ ինչ-որ բան հաղթահարած, նորը մեջները մցրած, 20,000-ից դու ինչ-որ մի հատ զորախումբ ես ունեն։ Այս 20,000-ին էլի կան նախադ, այս 20,000-ը պատկերացրեք կազմակերպված ձևերով, եթե Երևան ժողովրդի մեջ, իրանք արդեն կբերեն փոփոխություն, մարդիկ արդեն սկսեն մղվել դեպի իրենց։ Մի ուրիշ նախաձեռնություն էլ կա իմ կողմից, կան քաղաքական որոշ ուժեր, որոնք մինչ այսօր իրենց ծրագրերի գործունեության մեջ պայքարի գնացողներ, բայց նաև ունեին մի տար, որ իրենք ասում էին, որ եկեք խորհենք ապագա Հայաստանը ինչպիսին պիտի լինի, ինչ արժեհամակարգ ինքը ունենա, ինչ հասարակական նոր հարաբերություններ լինի, եւ այս ուղղությամբ իրենք մտածումներ ունեն, քայլեր ունեն։ Ես իրենց հետ հանդիպել եմ, առաջարկել եմ ստեղծենք արժեհամակարգային հարթակ։ Ես ասում եմ դուք ձեր պայքարները շարունակեք, ես դրան դեմ չեմ, չնայած այսօր ես արդեն դեմ եմ։ Այդ ձեր ներկայացուցիչներին ուղարկեք մի կլոր սեղանի շուրջ, իմի բերենք, ինչ պատկերացումներ ունենք ապագա Հայաստանի վերաբերյալ, դա ինչքանով է բխում մեր անցյալից, ամբողջացնենք եւ մտածենք, թե ինչպես դա դարձնենք ժողովրդի սեփականությունը։ Դե պատկերացրեք, այս մարդիկ եթե միտք կրող են, դա անում են, այդ իմացած 20,000-ն էլ զուգահեռ աշխատում է եւ այս հարթակը նրանց օգնում է, տալիս է գիտելիքներ, մեթոդական ցուցումներ եւ սկսում է ասենք առաջանալ մի 30-40 հազարանոց նոր հայեր, 6 տարերով ասենք, հա։ Սրանց զուգահեռ դուք նաեւ իմ խորհուրդը լսում եք եւ ոչ թե իշխանություններին ասում եք հեռացիր, այդ անում եք այնպիսի մի քաղաքականություն, որ ինքը ամրոցի դուրը մի քիչ ավելի բացի։ Հասկանում եք։ Եվ այսպես քայլերի շատ քայլեր կան, որոնք հիմա չեմ ներկայացնի, որոնք եթե դու քո այդ պորտկումները քաղաքական մի կողմ դնես եւ այս շախմատի պարտիան խաղաս, դու այս ոգևորությունը կվերածես կկապիտալիզացնես եւ որոշակի ժամանակ հետո կունենաս ուրիշ հասարակական հարաբերություններով ապրող արդեն մի սեգմենտ, որը արդեն հաղթելու են մյուսը, որտեղ այն մյուսը սպանի չէ, ըստ մարդիկ փախչում են նրանից։ Իսկ այս մեկը ես սխեման չեմ դու շատ բացեմ ժամանակի սոցիալ պատճառով, դու այդ ապագա պետություն ստեղծում ես 40-50 հազար բարի փոխմռնողական հարաբերությունների իշխանությունների հետ, անընդհատ այդ վտանգներ հիշեցնելով, սա քանի թարմ է, պատերազմի վտանգը հեշտ է։ Եթե անցավ 1-2 տարի, դժվար է լինելու նորից, ասենք գիտեք, ինչ վատ բան կլինի, եթե ասենք վերահարձակվեն են։ Այ հիմա ասեմ, այստեղ շատ մեծ խելքի կարիք կա, եւ մեզ հարկավոր են մարդիկ, որոնք ստրատեգ են, որոնք շախմատիստ են, ես գրոսմայստեր եմ ասում, որոնք կգան այս խնդիրը լուծելու, նրանք ովքեր որ նորից կասեն իմ հետևից եկեք գնանք ջարդենք, փշրենք, ասում դրան իրենց դար անցել, վաղուց էր անցել։ Հիմա առավել եւս իրենք արդեն վնաս են տալի, Առաջի ռեակցիան նորմալ բանական մարդու այն է, որ ներգաղթ կազմակերպենք եւ բոլորս մեր 10 միլիոնը գանք այստեղ եւ մենք ուժեղ կլինենք եւ ասենք մեր վրա դժվար կլինի հարձակվելը։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ մարտավարություն չէ։ Եթե ես իրեն որոշում այդպես չի անի։ Եթե ցանկանում են մարդիկ, ասենք, չեն դիմանում, կարոտին ուզում են գալ, խնդիր չկա, մեծ սիրով մենք ընդունենք, բայց ամբողջ հայությանը հավաքել Հայաստանում դա ճիշտ չէ։ Մենք էլի ինչ անցանկալի, մեր պատմության անցանկալի դրվագների պատճառով այսօր մենք աշխարհում շատ ու շատ երկրներում ունենք մեր սեփական միջնաբերդերը, մեր բազաները մենք ունենք եւ հիմար պիտի լինենք, որ այդ բազաները վերացնենք։ Այն դեպքում, որ աշխարհը այնպես է խառնվել, որ ոչ մի երկիր ինքը վստահ չի, որ խնդրեմ չի ունենա։ Այս ապագա աշխարհում գոյություն ունենալու են, պետություն ունենալու են, սա իմ միտքը չի, այն ազգերը, որոնք կարողանալու են կայսրություններ ստեղծել, որոնք աշխարհի մասշտաբով խոսք են ասելու իրենց ուժից ելնելով, փոքր ժողովուրդները հնարավոր ոտքի տակ գնան։ Մենք թվապես լինելով փոքր, բայց աշխարհագրորեն մենք ունենք տեսականորեն պոտենցիալ դառնալ գերտերություն իր ազդեցությամբ։ Հիմա ասեմ ինչպես։ Պատկերացրեք մենք ճկուն
քաղաքականություն են տանում իմ ասած ընտրանին գրոսմայստերները, որոնք նշածս քայլեր իրականացնում են Հայաստանում, այստեղից փոփոխությունները ինքնաբերաբար կգնան նաև Սփյուռք, եթե Հայաստանը ձիգ հզոր լինի, իրենք բարձր չէ, այնտեղ է որոշ վերափոխում կգնա, դու ինքդ նպատակայինորեն այնտեղ էլ ես սկսում կազմակերպել, եւ հետո ամբողջ հայությունը սարքում ես ցանցային մի պետություն, մեկ միասնական նպատակով եւ դրսում գտնվող համայնքները համարում են Հայաստանի մարզեր, այսպես ասենք, հա, եւ փորձում են այդ պետության մեջ որտեղ կան, այդ պետության օրինավոր քաղաքացի լինելով, այդ պետության շահերը պահպանելով, պաշտպանելով, նաեւ լոբինգով, իրենց դիրքերով այդ պետության մեջ ստեղծել հայանպաստ դիրքորոշումներ։ Արդեն պատկերացրեք մեր գաղութները լինեին, գաղութ բառը ես չեմ սիրում, իմ ասած հզորության եւ իրենք ճկուն լինելով իրենց մարդկանց բարձրացնեին տվյալ ոչ թե ապրեին այսպես գետոյի պես, հա, չշփվելով, այլ ասենք դերթափանցեին այդ պետության մեջ, իսկ մենք ունեցել ենք նախագահներ աշխարհի շատ երկրներում։ Եվ ասենք այդ պետությունը, եթե որոշում հարց առաջարար Հայաստանի հանդեպ, լինեն հայերը այնքան հզոր, որ ասենք հակահայկական որոշում չլիներ կամ այդ պետությունը հանդես գար հայության շահերի պաշտպանություն։ Դե պատկերացրեք, քանի երկիր մենք կարող ենք այդպես ունենալ։ Այդ դեպքում Ադրբեջանը, որ հարձակվեր մեր վրա, աշխարհը ինչ ռեակցիա կունենար։ Լրիվ ուրիշ չէ։ Արդեն մենք կդառնանք լինելով թվապես փոքրախանակ, բայց ունենալով ցրվածություն, մենք կդառնանք աշխարհի խոսքասողներից մեկը։ Մեկ-երկու եթե մենք այդպես անենք, ուրիշները գալու են մեզ խնդրեն, ինչպես հիմա մենք ենք գնում ուրիշներին խնդրում, չէ՞ որ մեր մասին իբան ասել կամ էստեղ կան։ Մենք ունենք այդ հնարավորություն։ Ոայ սահմանում գտնվող զինվորին ոգևորելու կարիք չկա, քանի որ հենց իրենք են մեզ ոգևորում։ Մենք ընդհանրապես պիտի իրենց շնորհակալություն հայտնենք։ Եվ ասենք տղաներ 18-19-20 տարեկան եւ սպաներ, մենք ուղղակի շնորհակալ ենք ձեզ եւ ասում ենք ներեք մեզ, որ մենք այնքան կազմակերպված չենք, որ ձեզ տանք ժամանակակից զենքեր, ձեզ տանք ժամանակակից պայմաններ սահմանի վրա, բայց դուք չունենալով որ ժամանակակից զենք, որ ժամանակակից պայմաններ այդ առումով զիջելով Տաշնամու տասնապատիկ, դուք կարողացաք խիզախություն դրսևորել ու բարձր պահել ազգի պատիվը ու մեզ բերել այս ոգևորությունը, մենք պիտի ասենք շնորհակալ ենք ու պիտի մտածենք բացի շնորհակալությունը նաև մենք վարձահատված լինենք իրենց։ Հասկանում ես, խոսքի մեջ էլ ես ասեցի, մենք պիտի նրանց եւ գնահատենք եւ մեծարենք եւ այդ մարդիկ պիտի խնդիր չունենան այս իրականության մեջ անգամ մինչև իրենց ողջ կյանքի ընթացքում, եթե մենք ազգ ենք, իրենց ոգևորել պետք չի, մենք մեր պաստ ենք իրենց։ Մենք թերացել ենք Արցախյան առաջին պատերազմի հետ կապված, մենք դա չենք արել։ Հիմա մեզ մի թույլ չտան որտեղ անենք, հասկանում եք։ Եթե մենք դա անենք, ապա մեր զինվորները հաջորդ պատերազմի ժամանակ Իսկ եթե մենք մեր գլխավոր նպատակը տնենք, մենք առանց պատերազմի չենք։ Ես միշտ չեմ հասկացել աշխարհի խաղաղություն թող լինի կենոցը կամ մաղթանքը։ Եթե աշխարհի խաղաղություն լինի, աշխարհի սահմանները այսպես կմնան։ Մեծ ձեռատենից այս եղած սահմանները։ Դեռ պատրաստվենք մեծ պատերազմի։ Իսկ դրա համար մենք պիտի գնահատենք այսօրվա զինվորին, վարձահատույց լինենք ու շնորհակալություն հայտնենք իրեն, որ ասեցի մեր թերացումներով հանդերձ Ես էլ չեմ ուզում խոսամ բանակում արկա բացական երևույթների, մացի դրանով հանդերձ իրենք իրենց պահում են ասպետավարի։